Բարև ձեզ մեր շատ սիրելի հետևորդներ, այսօր դուք գտնվում եք Աբգո գալիքում և ես որոշեցի ձեր համար շատ հետաքրքիր տեսահոլովակ պատրաստել, պատմել Սիրուսի մասին։ Դե ինչ, անցնենք առաջ։ Սիրուսի լույսի տակ։ Պապիկը մեզ կանչեց աստղերին նայելու, որքան էլ տարված էինք օրագրով, հրաժարվել չէինք կարող։ Այս ձմեռային արևադարձն է, ասաց պապիկը, տարվա ամենաերկար գիշերը։ Վաղվանից արևն ամեն օր մի փոքր շոտ է ծագելու և ուշ է մայր մտնելու։ Հին աշխարհում այդ օրը տոնում էին լույսի հաղթանակ։ Հագնվեցինք ու դուրս եկանք։ Երկինքը պարզ էր, թվում էր, ձեռքդ մեկնես, կբռնես աստղերը։ Պապիկը շրջվեց դեպի հարավ և ասաց. տեսնում եք, էն հսկա համաստեղությունը, դա Հայկ Նահապետն է, աղեղը ձեռքին, թուրը գոտուց կախ, ելել է բաբելացի բելի դեմ։ Իսկ հիմա պատմեմ, թե ինչ է Սիրուսը։ Սիրուսը աշխարհի ամենավառ աստղն է։ Նախնադարում, երբ Սիրուսը դուրս էր գալիս, մարդիկ նշում էին նոր տարին։ Սիրուսը դա էլ ամառային արևադարձի օր էր, ամենակարճ գիշերվա։ Եգիպտոսում Սիրուսն առաջին անգամ երևում է հունիսին։ Այդ ժամանակ հեռավոր Եթովպիայում լեռներում սկսվում էին հորդարատ անձրևները։ Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է։ Նրա ակունքներից մեկն այնտեղ է, անձրևները գետը վարարում է, Նեղոսը դելտան դառնում է ծով։ Դե ինչ, այս դասից հասկացանք, երբ որ Սիրուսը դուրս էր գալիս հունիսին Եգիպտոսում, երբ որ Սիրուսը դուրս էր գալիս առաջին անգամ մարդիկ նշում էին նոր տարին և ամռանն էր դուրս գալիս, երբ որ Սիրուսը դուրս էր գալիս, Նեղոս գետը ամենավարար և ամենաերկար գետն է, այն սկսում էր վարարել։ Դե ինչ մեր շատ սիրելի հետևորդներ, ինձ թվում է ձեզ ինչ-որ մի բան պարգևեցի, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, դնել լայք, սեղմել զանգակոճակին, ստեսություն։